Ֆրիդրիխ Բարբարոսա կամ Ֆրիդրիխ Շիկամորուս նա Սուրբ Հռոմեական կայսրության կայսրն էր, ինքը Կիլիկյան Հայաստանի իշխան Լևոն II-ին խոսք էր տվել շնորհել թագավորի կոչում, սակայն խաչակրաց արշավանքներին մասնակցելիս նա ցավոք սրտի մահանում է խեղդվելով Սելևկիա գետում, Կիլիկյան Հայաստանի տարածքում, բայց նրա որդի Հենրի 6-րդը կատարում է իր հոր խոստումը եւ 1998 թվականին Լևոն II-ին շնորհում է թագավորի կոչում եւ Կիլիկյան իշխանությունը դառնում է Կիլիկյան թագավորություն։ Բայց ինչ էր իրանից ներկայացնում այդ Սուրբ Հռոմեական կայսրությունը, որ տենց իշխանությունը կարողանում էր վերածել թագավորության եւ այլն։ Կարճ ասած միջնադարյան Գերմանիան էր, բայց անունը շատ խաբուսիկ է, չէ՞։ Որ sense նայենք ոչ սուրբ էր, ոչ հռոմեական էր, ոչ էլ մեր պատկերացրած ավանդական կայսրություններից էր։ Բաղկացած էր անթիվ անհամար իշխանություններից ու թագավորություններից, հիմնական մասը գերմանական, բայց նաեւ օրինակ ներառում էր Բոհեմիան, այսինքն Չեխիան, նաեւ ներկայիս Հոլանդիայի տարածքներից, Ֆրանսիայի տարածքներից եւ ահագին երկար ժամանակ նաեւ Իտալիայի տարածքներից։ Իսկ այդ դեպքում այդ անունը որտեղից են վերցրել։ Սուրբ կամ սրբազան բառը, որ իրանք Հռոմի Պապի հետ շատ սերտ կապերի մեջ էին, մեծ ազդեցություն ունեին Հռոմի Պապի վրա ու նույնիսկ շատ հաճախ Սուրբ Հռոմեական կայսրության կայսրն էր, կարելի ասել նշանակում Հռոմի Պապին։ Իսկ ինչի հռոմեական, որտեվ իրանք իրենց համարում էին հռոմեական կայսրության շարունակությունը, դե կայսրն էլ երևի այս երեքի մեջից ամենախելքին մոտն է, բացի տարբերությունը ավանդական կայսրությունների, որտեղ կայսրը ուներ բացարձակ իշխանություն եւ գահ ժառանգվում էր, սրբազան հռոմեական կայսրության դեպքում կայսերը ընտրում էին այդ բոլոր փոքր պետությունների գլխավորները քվեարկության միջոցով, չնայած որ որոշ ընտանիքներ այնքան մեծ քաղաքական ուժ էին կենտրոնացրել իրենց ձեռքում, օրինակ Հաբսբուրգները, որ այդ քվեարկությունը արդեն ձևական էր դարձել, կլինի կաշառքի միջոցով, կլինի վախեցնելու միջոցով եւ այլն, իրանց հաջողվում էր սերունդներով կառավարել Սուրբ Հռոմեական կայսրությունը։